Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև թրիփի համաձայնագիրը, ինչպես է դրանում լուծվում Հայաստանով տարանցման հարցը։ Կալանավորված Գագիկ Ծառուկյանի Արարատ ցեմենտի կառավարումն անցել է կառավարությանը, ինչպես էլ ցանցերում այստեղ էլ ժամանակավոր կառավարիչ կնշանակվի։ Ծառուկյանին պատկանող այլ ընկերությունների դռները դեռ կապարակնքված են, Օլիմպավանը ևս փակ է, մարզիկները չգիտեն, որտեղ շարունակեն պարապմունքները։ Ընդդիմադիր պատգամավորներն ահազանգում են, կալանավորված քաղաքական գործիչներին չեն կարողանում այցելել, դատարանները համատարած նաև տեսակցության արգելքներ են կիրառում։ Ընդդիմությանը ձայն տված քաղաքացին դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ընդդիմության ընտրազանգվածին հանցագործ համարելու և բացառապես ընտրակաշառքով ընտրելու մեջ մեղադրելու համար։ Հայաստանը սկսեց թրիփ համաձայնագրի վավերացման գործընթացը, կառավարությունն այսօր հաստատեց համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։ Առջևում ևս երկու մարմին կա՝ Սահմանադրական դատարանն ու խորհրդարանը, որոնք պետք է հաստատեն թրիփի համաձայնագիրը։ Թրիփը Թրամփի ուղին է և ենթադրում է Սյունիքով անցնող և Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ։ Իսկ ինչպես է համաձայնագրում նկարագրված Թրամփի ուղու գործարկումը, մասնավորապես մարդիկ և բեռները ինչպես են թրիփով անցնելու և արդյոք հայ սահմանապահներին և մաքսավորներին հանդիպելու են, թե ոչ։ Դեմ չկա, որոշումը ընդունվեց։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև թրիփ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Հաջորդ քայլով գործադիրը կդիմի Սահմանադրական դատարան մայր օրենքին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը որոշելու նպատակով։ Եթե Սահմանադրական դատարանը միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կներկայացվի ազգային ժողով վավերացման։ Հենց այս համաձայնագրով են կողմերը նախատեսում հիմնադրել թրիփ զարգացման ընկերությունը։ Ըստ էության սկսում ենք վավերացնելու գործընթացը։ Արդարադատության նախարարությունը կարծիք է հայտնել, թե հայ-ամերիկյան համաձայնագիրը պարունակում է Հայաստանի օրենքին հակասող օրենքի փոփոխություն և նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, բայց նաև համաձայնագրի քաղաքական բնույթը հաշվի առնելով համարել են վավերացման ենթակա։ Հարկային օրենսգրքի մի ամրագրմանը հակասող են համարել համաձայնագրով սահմանված հարկային արտոնությունները։ Ամենաքննարկված թրիփով անցող դարձողների հետ անմիջական շփման մեջ մտնող ընդունարանի ֆրոնտ օֆիսի համաձայնությանը անդրադարձել են, բայց խիստ անորոշ։ Պետական սահմանի մասին օրենքով մարդիկ և բեռները սահմանը կարող են հատել նաև միջազգային պայմանագրերի համաձայն։ Բայց Արդարադատության նախարարությունը հաճախորդների հետ անմիջական շփման համար մասնավոր ծառայություններից օգտվելու հայ-ամերիկյան վերջին համաձայնության կոնտեքստում նաև նույն օրենքի մեկ այլ ձևակերպում է մեջ բերել, բայց առանց որևէ եզրահանգման։ Հարկ է նշել, որ պետական սահմանի մասին օրենքի համաձայն Հայաստանի սահմանով անձանց տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բաց թողնումն իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները և մաքսային մարմինները։ Ուստի համապատասխան փաստաթղթերի ստուգման և պետական սահմանով բաց թողնման լիազորությունները վերապահված են բացառապես պետական մարմիններին։ Սրփուհի Գալյանի ղեկավարած կառույցից այս դիտարկման առիթով մեկնաբանություն էինք խնդրել։ Ճշտելու արդյոք օրենք կփոխվի։ Հրաժարվեցին պատճառաբանությամբ, թե իրենց դիրքորոշումն արտահայտել են եզրակացությամբ։ And Azerbaijani cargos and Azerbaijani citizens Ադրբեջանական բեռները և ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ։ Հայաստանցի պաշտոնյաները հստակ չեն հայտարարել, թրիփով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին և մաքսավորներին հանդիպելու են, թե ոչ։ Ըստ հայ-ամերիկյան պայմանավորվածությունների հաճախորդների առերես սպասարկումը մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով է լինելու։ Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները նույնպես։ Վերջնական որոշում կայացնող ըստ համաձայնագրի հայաստանցի մաքսավոր
կառավարավորն ու սահմանապահն են, ունեն ստուգման եւ զննման լիազորություններ, բայց ընտրված մոդելի համաձայն նրանց գրասենյակային բեք-օֆիսի աշխատանք է վերապահված։ Սյունիքով Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը ըստ համաձայնությունների անխոչնդոտ է լինելու, ինչ-ինչ թվային գործիքների ներդրմամբ։ Այս ամենի կողքին շեշտվում է Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունը իր ինքնիշխան տարածքում։ Հայաստանի Հանրապետությունը կրկին վերադառնալով նախորդիվ ասածից կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունը եւ լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։ Թրիփ զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը 26% կլինի։ Եթե համագործակցությունը եւս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49%։ Թրիփ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Ինչ մնաց։ Մենք թրիփի հիմնադրման, ուրեմն փաստաթղթային գործընթացը ավարտելու համար դեռևս արժևում ունենք եւս 2 փաստաթուղթ բաժնետերի միջև պայմանագիրը եւ կլինի արդեն թրիփ զարգացման ընկերություն այդ ձեռնարկության ընկերության կանոնադրությունը մենք այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա։ Թրիփի վերաբերյալ համաձայնագիրը նախաստորագրվեց ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի Երևանյան կարճատև այցի ընթացքում մայիսի վերջին, իսկ ստորագրվեց հեռավար հունիսի 1-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների պետքարտուղարի հունիսի 4-ին Երևանում Հայաստանի արտգործնախարարի կողմից։ Արարատ ցեմենտի կառավարումը անցել է կառավարությանը։ Դատախազությունը ընտրություններից առաջ խնդիրներ հայտնաբերեց Ծառուկյանին պատկանող գործարանի մասնավորեցման գործընթացում եւ միջնորդեց գործարանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարմանը։ Ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում հաճախ էր խոսում Արարատ ցեմենտը պետականացնելու մասին։ Ընտրություններից հետո, երբ արդեն 11 օր է Ծառուկյանը Իրանի առևտրային պալատի հետ կապված մեղադրանքով կալանավորված է, իսկ նրան պատկանող ընկերությունները կապարակնքված, հակակոռուպցիոն դատարանը Արարատ ցեմենտի կառավարումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում պետությանն է հանձնում։ Այստեղ, ինչպես եւ Հեցի դեպքում է, ժամանակավոր կառավարիչ պիտի նշանակվի։ Գլխավոր դատախազությունը հայտարարում է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադերին։ Ըստ դատախազության հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Արարատ ցեմենտի հնարավոր պետականացումը նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թերևս հիմնական թեզերից էր։ Այդ մասին պարբերաբար էր խոսում, մինչ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության հասնելու մասին հայտարարելով քարոզարշավ էր իրականացնում, վարչապետ Փաշինյանն ուղիղ սպառնում էր Ծառուկյանը կզրկվի ազատությունից եւ իր կարողություններից։ Գլուխները պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ։ Գագիկ Ծառուկյանն այժմ կալանավորված է։ Նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են։ Հազարավոր աշխատակիցներ արդեն 11 օր է պարապուրդի են մատնված։ Շատերը պնդում են, նույնիսկ աշխատավարձ դեռ չեն ստացել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին պատկանող ամենախոշոր ակտիվներից Արարատ ցեմենտը նույնպես այդ ընկերությունների շարքում էր։ Թեև կառավարության միջամտությամբ գործարանի աշխատանքները վերսկսելու որոշում կայացրին։ Վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց 2002-ին մասնավորեցված գործարանը շուտով դարձյալ պետությանը պատկանի։ Արարատ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ։ Գլխավոր դատախազությունն ընտրություններից առաջ հայտարարեց, թե ընկերության մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերելու ու կառավարությանն առաջարկեց քննարկել ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը խախտումների հետևանքները վերացնելու համար։ Եվ փաստորեն այդ գրությունից շուրջ 2.5 ամիս անց հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է բավարարել գլխավոր դատախազության միջնորդությունն ու Արարատի ցեմենտի գործարանը մեջբերեմ հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։
Թե երբ գործադիրն այս ընկերությունում կառավարիչ կնշանակի ում եւ իրավական ինչ հիմքերով պարզ չէ։ Հակակոռուպցիոն դատարանի որոշումն առայժմ չեն հրապարակել։ Կալանավորված Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը պնդում է, որոշման մասին իրենց չեն տեղեկացրել ու այն չեն տրամադրել։ Այս ամենն ուղիղ վկայությունն է այն բանի, որ նախքան քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նման գործընթացներ անելու կարիք չկար։ Հայտարարություններից հետո հանկարծ ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է եւ պարզվում է, որ զուտ իրավական առումով նման գործընթացներ պետք է կատարվեին։ Օրենքի եւ իրավունքի մասին խոսելը ուղղակի ավելորդ է։ Ապօրինի գույքի բռնագանձման այս գործը հակակոռուպցիոն դատարանը քննում է 2023 թվականից։ Գործի բուն քննությունը դեռ շարունակվում է։ Իրավապահները պահանջում են Գագիկ Ծառուկյանից բռնագանձել նաև 75 անշարժ գույք, ավելի քան 40 ավտոմեքենա, շուրջ 40 ընկերության բաժնեմասեր եւ շուրջ 290 միլիոն դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք եւ միջոցներ։ Գլխավոր դատախազությունն այսօր Արարատի ցեմենտի գործարանի վերաբերյալ մեկ այլ գրություն էր տարածեց, պնդելով, թե ընկերությունն ապօրինի շահագործել է ընդերքը։ Դատախազն այսօր հաղորդում է ներկայացրել քննչական մարմին։ Արարատի ցեմենտի գործարանը կառավարությունը 2002 թվականին վաճառել է $200,000։ Այնինչ գործադիրն այն ժամանակ ընկերության արժեքը 5.5 միլիոն դոլար էր գնահատում։ Մարդկան վարձով են ապրում, ոնց պետք է փակեն իրենց վարձը։ Կապարակնքված են Ծառուկյաններին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ։ Չնայած վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, թե հաշվի կառնեն նաև աշխատակիցների շահը, հազարավոր մարդիկ ըստ էության հարկադիր պարաբուրդի են մատնված ու անորոշության մեջ են։ Այս հարցի պատասխանը ստանալու համար նրանք անցած շաբաթավերջից բողոքի ակցիաներ են կազմակերպում, անձամբ վարչապետ Փաշինյանից խնդրելով թույլ տալ աշխատել։ Ես ումից պատասխան ստանամ, ես ինչքան եմ սպասելու։ Գոնե մեկը կառավարության անդամներից մեկը պատասխան տա, սպասողական ինչքան է սպասվելու։ Ինչքան է տևելու այս ամեն ինչ, այս հարցի լուծումը երբ է լինելու։ Իրավապահները սակայն լուռ են ու փակագծեր չեն բացում։ Ինչ են փնտրել ընկերություններում, երբ կհեռացնեն կապարակնիկները։ Ազատությունն այս հարցերը գրավոր էր ուղարկել քննչական կոմիտե։ Այսօր պատասխան ենք ստացել։ Իրավապահները միայն հայտնում են, թե Գագիկ Ծառուկյանի ու նրան պատկանող ընկերություններին փոխկապակցված մի խումբ անձանց դեմ առանձնապես խոշոր չափերով խարդախության փողերի լվացման ու հարկեր չվճարելու հատկանիշներով ավելի քան 10 վարույթ են նախաձեռնել, որոնց շրջանակում զարգություններ են կատարել ավելի քան 70 հասցեներում։ Ըստ քննչական կոմիտեի ընկերությունները կապարակնքել են գույքագրելու եւ այլ վարույթային գործողություններ իրականացնելու համար։ Իրավապահները տեղեկացնում են, թե գույքագրումներ իրականացնելու որոշումներ են կայացրել։ Ինչ են գույքագրում մասնավոր ընկերություններում։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության քննության գլխավոր վարչությունը այլ մանրամասներ չի ներկայացրել։ Միայն հավելում են, որ կալանավորված է ոչ միայն գործարար Գագիկ Ծառուկյանը, այլև մեջբերեմ հանցավոր խմբի մի շարք անդամներ, թե քանի անձ է կալանավորված քննչականը չի հայտնում։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա։ Այսօր Ֆակտոր TV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հաստատեց Ծառուկյաններին պատկանող եւ այժմ կապարակնքված մեկ այլ խոշոր ընկերության Multi Wellness մարզասրահի շենքը քաղաքապետարանի տիրապետությանն է անցել։ Քաղաքապետարանը պնդում է, Օղակաձև զբոսայգում գտնվող շինությունը խախտումներով են կառուցել։ Պայմանագրի համաձայն կողմերից մեկը, այսինքն Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը եւ շենքը ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին, դրա վերաբերյալ հետագա անպայման հայտարարություններ կլինեն։ Տիգրան Ավինյանի խոսքով շինությունը կշարունակեն որպես մարզասրահ օգտագործել։ Ասում է, մարզվողների իրավունքները կպաշտպանեն։ Երևանի քաղաքապետը հայտարարում է, թե աշխատակիցներն էլ գործը չեն գործնի։ Այսպիսի հավաստիացումներ է տալիս մի պաշտոնյա, որը քարոզարշավի ընթացքում վստահեցնում էր վարչապետի հետ բանավիճած բժիշկ Կարփինե Սողոյանին քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից չեն հեռացնի։ Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավարն օրերս տնօրենի ծանուցումն է ստացել։ Իր հաստիքը կրճատում են։ Ավինյանը պնդում է, օպտիմալացման ճիշտ տեղին որոշում էր։ Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից, հրամանավան անկախ ամեն ինչից խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր կապարակնքված են նաև թե Օլիմպիական կոմիտեի, թե կոմիտեի մարզաբազայի Օլիմպավանի դռները։ Օլիմպավանում հավաքների են բազմաթիվ մարզիկներ, ովքեր հիմա պատրաստվում են նաև առաջնությունների եւ 10 օր է արդեն նրանց ռեժիմը ամբողջովին խախտվել է, նրանք պարապում են տանը, դրսում, որտեղ պատահի։ Մարզիչներն ասում են, այսպիսով փորձում են մարզավիճակը պահպանել, բայց լիակատար մարզումներից զրկված են եւ սա չի կարող չանդրադառնալ սաների վրա։ Մեկ, բարձա, հանգիստ մեր համար տենալով
Ոչ մի բան պետք չի, աշխատեք արևի տակ շատ չէ, տակ խնդրում եմ։ Օլիմպիավանի դռները 10 օր է փակ են մարզիկների ու համալիրի սաների առաջ։ Նրանք փորձում են մարզավիճակը պահպանել կիզի ճարևի տակ մարզվելով, անցել է նույնիսկ տնային աշխատանքի։ Տնային աշխատանքը ժիմ, պրես, կքանիստ ու այն հարվածները, որոնք չեն ստացում, անում եք, նկարում եք, գցում եք գրուպա, ես գրուպայում գնահատելու եմ։ Այս սպորտային համալիրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազան է։ Տարբեր սպորտային ակումբներ կան այստեղ 10-ից ավելի ու հարյուրավոր սաներ, ասում է Օլիմպիավանի խառը մենամարտերի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Օհանյանը։ Նրա խումբն էլ այսօր դրսում էր մարզվում։ Ռինգ, Արմենիա, Մուայթայ ակումբ, բռնցքամարտի ակումբ, ըմբշամարտի ակումբ, ձյուդոյի ակումբ, MMA-ի ակումբ, պարի ակումբ, գիմնաստիկայի ակումբ, լողի տարբեր տեսակների ակումբ, վոլեյբոլ, չէ կներեք վոլեյբոլ չկա, բասկետբոլ կա, հերիք չի։ Օլիմպիավանի դռները իրավապահները կապարակնքեցին գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու օրը։ Ժամանակակից սպորտային համալիրը 13 տարի առաջ կառուցել է Ծառուկյանը։ Մինչ օրս քննչական կոմիտեն չի պարզաբանում, ինչ կապ ունի գործարարին առնչվող քրեական գործի հետ Օլիմպիավանը, երբ են բացելու դռները, ոչինչ հայտնի չէ։ Դե 170 ես ունեմ, հիմա փաստի առաջ շատ լուրջ են կանգնել։ Մարզվելու հնարավորությունից զրկվել է Հայաստանի խառը մենամարտերի MMA-ի ֆեդերացիան, որ պատրաստվում է աշխարհի առաջնությանը։ Ազատությանն ասաց ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը։ Հավաքական թիմը այս պայն մարզումներ չի իրականացնում։ Օգոստոսի 16-ից 23-ը Աբու Դաբիում պատանիների աշխարհի առաջնությունն է։ Կարևորագույն մրցույթին Հայաստանի հավաքականը պատրաստվում է Հրազդանի ձորում մարզվելով կամ առանձին խմբերով տարբեր մարզադահլիճներում։ Բնականաբար վատ ազդեցություն ունենալու մարզիկների վրա, մարզիկների պատրաստվածության վրա, որովհետև մոտ մնացել է մի 1 ամիս, որ մեկնենք պատանիների աշխարհի առաջնության Աբու Դաբի, շատ վատ է անդրադառնալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը միակ սպորտային կառույցն է Երևանում, որտեղ մեծ մարզադահլիճներ կան, կարողանում ընդհանուր հավաքականը միասին մարզում անցկացնել այդ մարզադահլիճում։ Չեն կարողանում մարզվել, արդեն 11-րդ օրն է փակ է։ Ուզում ենք ուղղակի բաց լինի, մարզվեն, գոնե կարող ենք ինչ-որ բանի հասնենք։ Երեխեքին հանեցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, հիմա էլ պատրաստվում են աշխարհի մրցումների։ Ինչ անում է պետությունը։ Պետությունը ցույց է տալի, որ ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց որ նայում ենք ուրիշ տեսանկյունից ժողովրդի շահերը չի պաշտպանում։ Ժողովրդին, երեխեքին հանել են, գցել են քուչեքը, անձնական հարցերով մարդկանց հետ ազնական հարցեր ունեն, Օլիմպիավան են փակում։ Մարզիկների, նրանց ծնողների ու մարզիչների բողոքներն ու հորդորները, որ դռները բացեն ու չտապալ են իրենց պարապմունքները, իրավապահները համառորեն չեն արձագանքում։ Մարզիչներից մեկն ասաց, նույնիսկ մարզագույքը թույլ չեն տվել համալիրից հանել։ Կոնկրետ խնդրել ենք ինչ-որ ձևի գոնե ինչ-որ բան դուրս անենք, բայց արգելել են ու այս ամեն ինչը մուտքը փակ է։ Մենք չենք կարողանում աշխատել, ստիպված երեխեքին կամ ծնողներին բացատրություն եմ տալի ոնց աշխատենք, ինչ անենք, իմպրովիզ ենք անում հիմնականում, ասենց ասեմ։ Փորձում ենք մի քիչ մարզավիճակ պահենք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իրավապահների թիրախում հայտնվեց ընտրություններից հետո։ Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկեցին Ծառուկյանի առանձնատունն ու նրան պատկանող խոշոր ընկերությունները։ Ընդդիմադիր ուժի առաջնորդին կալանավորեցին նրան պատկանող ձեռնարկություններն էլ, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, կողպեցին։ Օլիմպիավանում մարզվող օտարերկրացիներին էլ էին դուրս հանել, որ ստիպված տեղափոխվեցին Վրաստան։ Միջազգային օլիմպիական կոմիտեից Ազատությանը հայտնել են, որ ուշադիր հետևում են այս զարգացումներին, դիտարկում են բոլոր հանգամանքներն ու փորձում պատշաճ լուծումներ գտնել։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու օլիմպիական շարժման մարզիկների շահերը պաշտպանելու համար, թե ինչ լուծումներ են դիտարկում, միջազգային կառույցից չեն հայտնել։ Ընդդիմադիր պատգամավորներն ահազանգում են կալանավորված քաղաքական գործիչներին չեն կարողանում այցելել։ Կալանքի հետ համատարած նաև տեսակցության արգելքներ են կիրառում դատարանները։ Պատգամավորները սովորաբար կարող են մուտք ունենալ կալանավայրեր, եթե հատուկ արգելք չկա տեսակցությունների համար, բայց հիմա փաստորեն կալանքի հետ նաև այդ արգելքն է կիրառվում։ Սա ի դեպ նոր վիճակ չէ, տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հաճախ չէր կարողանում այցելել այս կամ այն կալանավորված քաղաքական գործին կամ ակտիվիստին, բայց հիմա ընդդիմադիր պատգամավորները ասում են հատկապես վերջին 1 տարում սա համատարած պրակտիկա է։ Այլևս պատժին նոր տեսակ հորինեցին, որը կոչվում է
սահմանափակումներ տեսակցությունների։ Ընդդիմադիր падգամավորներն ահազանգում են, հատկապես վերջին շրջանում զրկված են բանտերում պահվող մեղադրյալներին տեսակցելու եւ նրանց հետ առանձնազրույցներ ունենալու հնարավորությունից։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը պատմում է. բանտերի դռներն իրենց առջև սկսեցին փակվել վերջին 1 տարում, իսկ կես տարվա ընթացքում խոչընդոտները համատարած են դարձել։ Պատճառը դատարանների տեսակցությունների արգելքների մասին որոշումներն են, որոնք հիմնականում քաղաքական հնչեղություն ունեցող գործերին են վերաբերում։ Որը բարոյական աջակցություն է, հոգեբանական աջակցություն է, նաև կապ է, որ բնականաբար կալանավորված մարդու համար հոգեբանորը շատ կարևոր է։ Մինչև վերջ ճնշելու կալանավորին դրա համար ամբողջությամբ սահմանափակումներ են դնում։ Քրեակատարողական ծառայությունից սակայն հակադարձում են օրենքով падգամավորն անարգել ելումուտունի բանտեր կարող է ծանոթանալ պայմաններին։ Տարբերություն մարդու իրավունքների պաշտպանի, որը ցանկացած պարագայում կարող է անխոչնդոտ մուտք գործել կալանավայր եւ հանդիպել կալանավորներին, падգամավորների դեպքում կան սահմանափակումներ։ Ըստ օրենքի, թեև падգամավորները կարող են բանտեր ազատ մուտք գործել, իրավունք չունեն առանձնազրույցներ ունենալ կալանավորների հետ, եթե կա դատարանի որոշում, որն ընդունվում է քննիչների միջնորդությամբ։ Խնդիրը հենց դրանում է, որ իրանք որոշակի ձևակերպումներ են տեղում падգամավորների գործունեության եւ մասնապես քրեակատարողական ուսումնասիրությունների առումով, նշելով, որ նրանք հնարավորություն են պայմաններին ծանոթանալու, այլ ոչ թե կոնկրետ անձանց հանդիպելու եւ դրան երբ որ գումարում է նաեւ այդ խափման միջոցի հետ կապված որոշումները, ըստ էության դրանցով նաեւ խոչընդոտվում է падգամավորների այդ մարդկանց այցելությունը։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով դատարանները տեսակցությունների արգելքների մասին որոշումներն այնպես են կազմում, որ դրանք խոչընդոտ դառնան իրենց համար։ Գրում են, որ կալանավորին կարող են տեսակցել միայն ընտանիքի անդամները։ Իրենք առաջին հերթին կասեն, որ դա դատավորների որոշումներն է, որովհետեւ դատավորները երբ որ որոշում են ունենում խափման միջոցների հետ կապված, գրավոր ձևով նաեւ ձևակերպվում է, թե ովքեր այդ թվում նաև այն մարդկանց շրջանակը, ովքեր հնարավորություն ունեն այցելելու կոնկրետ անձանց։ Գեղամ Մանուկյանի խոսքով նախկինում նման սահմանափակումները բացառիկ էին եւ падգամավորները կարողանում էին տեսակցել մեղադրյալներին։ Քննչականից սակայն ազատությանը փոխանցում են, իրենք գործում են բացառապես օրենքի սահմաններում։ Օրենքն է քննիչին նման հնարավորություն տալիս, որպեսզի կանխի մեղադրյալի ազդեցությունը նախաքննության վրա։ Թևանյան Անդրանիկ, Արեգ Նազմանուկյան, Գագիկ Ծառուկյան, Ղազինյանի ու հարյուրավոր մեր ընկեր Ռուսլանին հարյուրավորներ, որ քաղաքական պատճառով հիմա ձերբակալված են, բոլորի վրա այդ սահմանափակումը կա։ Ընդդիմադիր падգամավորն այլօրինակ էլ ունի։ Ամիսներ առաջ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանն անգամ զրկված էր ծնողի հետ տեսակցությունից։ Առողջական ծանր խնդիրներ ունեցող կալանավորված տղան 10 օր անցկացրել էր հիվանդանոցում առանց մոր խնամքի։ Այս ամբողջ իրավական համակարգի վրա մնալու է սարսափելի խարան։ Վերջերս կալանավորված մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի տեսակցությունները եւս փակ են։ Փաստաբան Էմին Խաչատրյանն ասում է, սա լրացուցիչ ճնշում է։ Ըստ էության ես չեմ կարծում, որ падգամավորների միջոցով կարելի է գործի ելքի վրա ապօրինի ազդեցություն գործել կամ գործի բնականon ընթացքի վրա ազդել։ Ճնշումների ձև է էլի, միացել եւս մեկ միջոց է, մեթոդ է, որ մարդուն առհասարակ մեկուսացնեն հասարակությունից։ Թե քանի նման որոշումներ են կայացրել դատարանները, դատական դեպարտամենտից չպատասխանեցին, առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տալիս այլ քաղաքական գործիչների, օրինակ Էդմոն Մարուկյանին, Սոֆյա Հովսեփյանին, քաղաքացիները դատի են տալիս Նիկոլ Փաշինյանին։ Դատական հայցի պատճառը Փաշինյանի արտահայտությունն է ընտրողների վերաբերյալ։ Նա պնդել էր, որ միայն իր քաղաքական ուժի ստացած քվեներն են իրական եւ օրգանիկ, մինչդեռ ընդդիմադիրների ստացած քվեները ամբողջությամբ ստացվել են ընտրակաշառքով։ Ահա քաղաքացին, ով ընդդիմությանն է ձայն տվել, իր հայցում հերքում եւ դրամական փոխհատուցում է պահանջում։ Ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Իսկ շատ վիրավորական էր այդ արտահայտությունը։ Իմ համար շատ վիրավորական է, որովհետև ես իսկապես ընտրել եմ հանուն փոփոխության։ Հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանին չընտրած ու վարչապետի հայտարարությունից վիրավորված Լուսինե Ավագյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքացիական դատարաններ կացրած հայցադիմումում Ավագյանը նշել է, որ ինքը ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացի է եւ Փաշինյանի հայտարարությունը, թե ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքով են քվե ստացել, չի համապատասխանում իրականությանը, արատավորում է իր պատիվը
արժանապատվությունն ու բարի համբավը։ Հետևաբար քաղաքացին պահանջում է դատարանից պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել Լուսինե Ավագյանի հասցեին տարածված դրպարտություն համարվող փաստացի տվյալները, հերքման մեջ նշելով, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այսինքն մեջբերում եմ սուտ է։ Ավագյանը նաև պահանջում է, որ վարչապետը ներողություն խնդրի իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես Լուսինե Ավագյանին ընտրակաշառք ստացող անվանելու համար։ Ես իսկապես որպես իրավաբան զարմանում եմ, ինչու պետք է մի ամբողջ ժողովրդի հսկայական մասի, հա, չէ՞ որ բոլորս գիտենք 50%-ը շեմնել չի հաղթահարել։ Մնացած մասին համարել հանցագործներ։ Փաստաբանն ասում է, որ թեև անհատական հայց է ներկայացրել վարչապետի դեմ, սակայն իր այս քայլով փորձում է վերականգնել ոչ միայն իր պատիվն ու արժանապատվությունը, այլ բոլոր այն քաղաքացիների, ովքեր օգտվելով իրենց ընտրական իրավունքից ձայն են տվել ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմադիր որևէ ուժի։ Հիշեցնենք, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում միայն ընդդիմադիր 3 ուժերի՝ Ուժեղ Հայաստանի, Հայաստան Դաշինքի եւ ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր շուրջ 550,000 ընտրող։ Եվ նորմալ է յուրաքանչյուր երկրում, որ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն ընտրի իշխող կուսակցությանը։ Հետևաբար ինչ։ Այդ մարդիկ հանդիսանում են ռուսամետ կամ եվրոպամետ կամ կաշառք վերցրած։ Իդեպ հունիսի 11-ին կառավարությունում արված իր հայտնի հայտարարությունը վարչապետը 6 օր անց փոքր-ինչ խմբագրել էր, թերևս փորձելով մեղմել նախկինում արված պնդումը։ Նա անդիմությանն արդեն մեղադրել էր ոչ թե 100, այլ 70%-ով ընտրակաշառքով ձայն ստանալու մեջ։ Ես պաշտոնապես ասում եմ, աչքաչափով էլ երևում, որ այդ երրագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացած ձայներ են։ Փողով ստացած ձայներ են։ Հա, տոկոսը հաշված է 70-ը, տենց հստակ հաշվել են 70% ընտրակաշառքով, 30-ը ոչ ընտրակաշառք։ Հա, իսկ ասել է, որ այս 30-ից ներողություն եմ խնդրում, որ նախկինում ասել եմ ընտրակաշառքով։ Դե հուսանք այս հայցով կհասնենք դրան։ Ես այդ խմբագրմանը ծանոթ չեմ, բայց դա ծանոթ ոչ է։ Բայց այդ ոչն էլ չոր իրավաբանության տեսանկյունից չաշխատող է։ Նախ որտեղից որոշեցին, որ 100% իմպերատիվ դարձավ 30-ից 70 հարաբերակցության մեջ, գուցե երբ որ ես հաղորդում եմ տվել ոստիկանությունից դրանից հետո։ Իդեպ դատարան դիմելուց բացի փաստաբանը նաև հաղորդում էր ներկայացրել դատախազություն, նշելով, որ վարչապետի հայտնի հայտարարությունը հանցագործության տարեր է պարունակում։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր քննչական կոմիտե, սակայն քննիչը մերժել է վարույթ հարուցել հանցակազմի բացակայության հիմքով։ Մարդկանց մեղադրում են հանցանք կատարելու մեջ, իսկ ընտրակաշառքը դա բավականին կեղտոտ հանցանք է իմ գնահատմամբ, քանի որ օրինակ մեր երկրում 5 տարի շարունակ գոնե մեկ անգամ են հարցնում քաղաքացու կարծիքը, հա, հետո ինչ է լինելու քո պետության հետ։ Ինչու պիտի դու մարդկանց հավասարացնես այն ցածր նիշին, որ բոլորը ունակ են ընտրակաշառք վերցնելով իրենց ձայները վաճառելու։ Զրպարտությունը հերքելուց եւ ներողություն խնդրելուց բացի քաղաքացին միաժամանակ վարչապետից պահանջում է 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Եթե դատարանը հայցը բավարարի, Լուսինե Ավագյանը վարչապետի փոխանցած գումարը մտադիր է տրամադրել այն ընտանիքներին, ովքեր այսօր տուն չունեն։ Ըստ Ավագյանի, Արցախից տեղահանված այդպիսի մի ընտանիք էլ այս պահին ապրում է իր հայրական տանը։ Մարդը իրապես կարող է չընտրել քաղաքացիական պայմանագրին եւ ունենալ դրա համար արդարացված հիմնավորում, քանի որ ընտրության իմաստը հենց դա է, հենց բառը նշանակում է ընտրություն։ Ինչպես կարելի է առանձնացնել, այսպես կիսել հասարակությանը։ Եթե մենք խոսում ենք սիրուց, եթե մենք խոսում ենք սրտիկներից, եթե մենք խոսում ենք համերաշխությունից, ո՞րն է այդ համերաշխությունը։ Այդ համերաշխությանը ինչպես են հասնում, բաժանելով։ Օրերս գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկից ի վեր ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ արդեն ուղարկվել է դատարան։ Հաստատված մեղադրական եզրակացություններով անցնում է 153 անց, որոնց մեծ մասը մեղադրվում է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրողների ազատ կամ արտահայտմանը խոչընդոտելու համար։ Դատարան է հասել Վանաձորի քաղաքապետարանի 1 տասնյակի չափ աշխատակիցների գործը։ Գարնանը նրանք ձերբակալվել էին եւ մեղադրվում են հարկեր եւ վճարներ հավաքագրելու եւ գրպանելու համար։ Ըստ մեղադրանքի քաղաքացիներից արձեռն գումար են վերցրել, չեն մուտքագրել եւ յուրացրել են։ Աշխատակիցները չեն ընդունում մեղքը։
Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետը, նրա տեղակալն ու եւս 6 աշխատակիցներ կանգնել են դատարանի առաջ։ Իրավապանները 3.5 տարի բաժինը ղեկավարած Արմեն Այվազյանին ու նրա ենթականերին մեղադրում են քաղաքացիներից ու ընկերություններից հավաքագրած հարկերն ու վարձավճարները գրպանելու մեջ։ Խոսքը 2.3 միլիոն դրամի մասին է։ Ըստ Դատալեքս համակարգում հրապարակված մեղադրանքի Այվազյանը 2022 թվականին պաշտոնը ստանձնելուն պես աշխատակիցների հետ համաձայնության է եկել եւ 2 տարի շարունակ օգտագործել դիազորությունները ի վնաս ծառայողական շահերի։ Քաղաքացիներից կանխիկ ստացել են հողերի հարկերը, աղբահանության վճարները, արտաքին գովազդի տեղադրման թույլտվությունները, խոստացել են նրանց փոխարեն կատարել վճարումները, ապօրինի վերահաշվարկներ կատարելով չեղարկել են վերջիններիս պարտավորությունները, քաղաքացիներին տրամադրել պարտավորություն չունենալու մասին տեղեկանքներ։ Իսկ կանխիկ հավաքագրված ընդհանուր 2.3 միլիոն դրամը համայնքի բյուջե չեն մուտքագրել։ Տնօրինել են անձամբ, էական գույքային վնաս պատճառելով Վանաձորին։ Որևէ մեկը չի հարցրել վերահաշվարկի հիմք փաստաթղթեր, այս տեղանքները հենց հիմա կան բազմապատիկ հավորավոր քաղաքացիների վերահաշվարկների հիմքերը եւ որևէ հիմքերի չեն ծանոթացել այս սուբյեկտիվ ձևի ասել են, որ վերահաշվարկները կատարվել է ապօրին։ Դա անգրագիտության նշան է, որ իրենք ցուցաբերել են։ Քաղաքապետարանի շուրջ աղմուկը բարձրացել էր այս տարվա գարնանը, երբ մեկ օրում 10 անձ ձերբակալվեց։ Ծանր մեղադրանքներով դատարան հասած Արմեն Այվազյանը պնդում է, թե իր ղեկավարած բաժնի դեմ որևէ իրական ապացույց չկա, իսկ քաղաքացիներն ու ընկերությունները նախաքննության ընթացքում ըստ նրա իր դեմ ցուցմունքներ չեն տվել։ Դրացի մեջ որևէ հիմնավոր բան չկա, որևէ գրագետ բան չկա։ Մինչ իրավապահները բաժնի աշխատակիցներին մեղադրում են պարտականությունները չկատարելու մեջ, Վանաձորի ավականին դեռ 2023 թվականի վերջին ենթադրյալ չարաշահումների ժամանակահատվածում որոշել էր խրախուսել նրանց։ Այվազյանն այդ ժամանակ վստահեցնում էր, որ իր պաշտոնավարման ընթացքում հարկերի հավաքագրումը կրկնապատկվել է, ուստի իր բաժինն ամբողջ կազմով արժանի է խրախուսանքի։ Հաշվի առնելով մեր համայնքի եկամուտների Պետրոլ աճը եւ այն ցուցանիշները, որ մենք կարողանում ենք այսպիսի սուբվենցիոն ծրագրեր իրականացնել, Ավականին գրեթե միաձայն ընդամենը մեկ ձեռնպահով որոշել էր եկամուտների, ինչպես նաև առևտրի բաժինների աշխատակիցներին պլանը 100%-ով կատարելու դեպքում եռամսյա կմեկ պարգևատրել հավաքագրված գումարի 5%-ի չափով։ Խրախուսելու, որպեսզի ել ավելի մեծ գումարներ հավաքագրեն։ Թե ինչպես կհանգուցալուծվի դատական այս գործընթացը դեռ պարզ չէ։ Դատարանը վարույթ ընդունել է, բայց նիստերը դեռ չեն սկսվել։ Հատկանշական է, որ նույն բաժնում նույնատիպ սխեմայով յուրացման դեպք արդեն արձանագրվել էր։ 1.5 տարի առաջ բաժնի նախկին աշխատակից Արթուր Ղազարյանը դատապարտվեց տասնյակ քաղաքացիներից ու ընկերություններից շուրջ 10 տարի կանխիկ գումար հավաքագրելու եւ 18 միլիոն դրամ յուրացնելու համար։ Այդ գործը ջրի երես դուրս եկավ 2021-ի տեղական ընտրություններից հետո, երբ Վանաձորի իշխանափոխությունից հետո համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց Արկադի Փելեշյանը, իսկ բաժնի ղեկավարումը ստանձնեց Արմեն Այվազյանը։ Դատական գործի համաձայն այս պատմության մեջ միակ դատապարտվածը բաժնի առաջին կարգի մասնագետ Արթուր Ղազարյանն է, որն ընդունել է մեղքն ու ամբողջությամբ հատուցել 18 միլիոն դրամը։ Բայց ըստ իրավապահների նոր ղեկավարի օրոք եւս հին սխեման շարունակել է գործել։ Ի տարբերություն 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Ղազարյանի, Այվազյանը մեղքը չի ընդունում եւ իրավական գործընթացը որակում է որպես քաղաքական ճնշում։ Նախ իր կինն էր ավականու անդամ, հետո իր պաշտոնանկությունից հետո նրա փոխարեն ինքը ավականու անդամ դարձավ։ Երկուսն էլ ապրելու երկիր կուսակցության ցուցակով էին ավականի անցել։ Փորձել եմ իմ ավականու եղած ժամանակում ճնշում գործադրել եւ ամեն անգամ ձերբակալել համակել ավականու նիստերի հետ։ Արմեն Այվազյանը նախորդ տարեվերջին հասցրել էր հայտնվել նաև կաշառքի մեկ այլ գործի կենտրոնում։ Ձերբակալվելուց, ապա ազատ արձակվելուց հետո նա սեփական դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից, թեև այս դեպքով եւս մեղքը չի ընդունում։ Ուշագրավ է, որ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը թափուր մնացած պաշտոնում նշանակեց հենց Այվազյանի կնոջը Լիլիթ Հովսեփյանին։ Ծրագրի ավարտին տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Որոշումը հաստատվել է 289 ձայնով, հաղորդում է Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։ Կորեցկու թեկնածությունը ներկայացրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հայտարարել է, որ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածու է համարում նավթոգազի վարչության նախագահ Կորեցկուն։
Հուլիսի 14-ին Գերագույն Ռադան ընդունել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականը, ինչը օրենքի համաձայն նշանակում է նաև ամբողջ կառավարության հրաժարականը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան կրկին զոհված ինձարայողների մարմիններ են փոխանակել Բելարուսի տարածքում։ Մոսկվան Կիևին է փոխանցել 501 զոհված ինձարայողի մարմին, զոհված 31 ռուս ինձարայողի դիմաց։ Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել անցած ամիս, երբ ռուսական կողմը Ուկրաինային էր վերադարձրել 522 մարմին, Ուկրաինան ռուսական կողմին 33-ը։ Հունիսին կողմերը Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ նաև գերիների էին փոխանակել 160-ը 160-ի դիմաց։ Իրանը եւ Միացյալ Նահանգներն այսօր կրկին ինտենսիվ հարվածներ են փոխանակել։ ԱՄՆ զինված ուժերը կրակ են բացել Իրանի էներգետիկ ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող Խարկ կղզու մոտ գտնվող լցանավի վրա։ Իրանն էլ ակնարկել է, որ կարող է Եմենում հութիների միջոցով փակել նաև դեպի Կարմիր ծով տանող նեղուցը։ Հակամարտության նոր թեժացումը էապես սահմանափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որով մինչ այս պատերազմը անցնում էր համաշխարհային նավթի եւ գազի առաքումների մոտ 1/5-ը։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումը վաղը երեկոյան ժամը 8-ին է։